Ներխմբակցությունների անուններից չկան։ Խնդրեմ, պարոն Մանուկյան։ Փաստորեն ես արձանագրում եմ, որ Անի Խաչատրյանը փաստում է, որ ինքը գիտի, որ Գևորգի դեմ կատարված ոտնձգությունը դա անձնական բնույթի է, այսինքն հստակ ձեր խոսում եմ, լսեմ հետևից ինչ որ ձեն։ Ձերը կտրի ես չի խանգարում քեզ։ Պարոն Մանուկյան, այս տոնայնությամբ այլևս որևէ մեկը այս դահլիճում չի Ճիշտ եք ասում, ոչ մեկ այլ տոնայնությամբ չպիտի խոսի։ Պարոն Մանուկյան, այլևս այս տոնայնությունը ձեր կողմից չլսեմ։ Ուրեմն շարունակեմ, իրավացի եք, երբ որ մարդ խոսում է, ոչ մեկ պետք է չխանգարի, շատ ուշադիր լսում եք, չի արձանագրում, բայց Հանրապետության կուսակցությունը հստակ կարողանում է քփնել ուղղորդի քննչական մարմիններին մարդկանց վրա գործ հարուցելու, իմ գնահատմամբ ապօրինի կամ ենթադրյալ ստորացված լինելու, որը մեղադրանքը ինձ է ուղիղ հասցեագրված, բայց այստեղ փաստում են, որ Ստեփանյան Գևորգի ավտոմեքենան վարվել է անձնականով, հիմա հարց ռետորական, բախի նույն տրամաբանությամբ չեք գնում քննչական մարմին հաղորդում տակ, որ սա անձնական ա եղել, սրա հետ է եղել։ Հստակ եմ ասում, ի՞նչն է պատճառը օրինակի համար։ Հաջորդիվ անդրադարձ կատարեմ երիտասարդ ԿՊԱ-ական գործընկերներին, որ ասում էին ինչու չեք անդրադառնում օրինակ ABB-ին։ Հարգելի գործընկեր, ամենայն հարգանքով ձեզ, էլի։ Ուրեմն նախ ես անդրադարձել եմ Թումանյան փողոցի ասֆալտին, եթե չգիտեք, ուրեմն շատ ավելի վատ, որ դուք անպատասխանատու հայտարարություններ եք կատարում։ Հաջորդը անդրադարձել եմ նույն տրամաբանությամբ Սահակյան շինին, անդրադարձել եմ Կառեին, որի պաշտպանը դուք եք դառել։ Ու նորից կրկնեմ, այն ընկերությունը ձեր սիրած նախկինի, ով որ սիրախաղի մեջ է ձեր հետ, իմ համար ավելի վատն է, քան դուք։ Եվ դա ձեր գործն է։ ԿՊԱ-ական հավաքայինների գործն է, հելնեն գնան, գտնեն այդ նախկիննովա, որ թալանում է մանկապարտեզը, կողոպտում է, որ երեխեքը չեն գնում մանկապարտեզ, բարի եղեք, հելեք գնացեք, ձեր գործն արեք։ Լևոն Լևոնյան, այդ որ խոսում եք Մանուկ Սուքասյանի լայքերի թվից, ձեր ամբողջ ֆրակցիան իրար հետ գումարած կերազեր իմ TikTok-ի դիտելությունն ու լայքերն ունենար։ Ու դա կհամարեք ձեր համար փառայի հաղթանակ, հասկացաք։ Ի տարբերություն ձեզ, իմ կատարած աշխատանքը ձեր քաղաքական առաջնորդը հստակ գնահատում է։ Եվ իմ հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ հանձնարարական է տալիս մայիսի 15-ին, ձևավորվում է միշտ գերատասչական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրելու է մանկապարտեզների եւ դպրոցների շինարարության վատ վիճակի մասին։ Հասկանում եք, ի տարբերություն ձեզ, ես իմ աշխատանքը կատարում եմ եւ կատարում եմ փայլուն, երբեք չեմ փախել, չեմ խուսափել, ինչը կա ուղիղ ասում եմ, հասկանում եք։ Իսկ ինչը մնում է, որ դուք չեք ուսումնասիրում ձեր գործընկերոջ գործունեությունը ու սկսում եք պիտակավորել կամ դու սրանից խոսա, դու նրանից խոսա, դուք պետք է խոսաք դրանից։ Գնացեք գտեք, այսինքն նվազագույնը այդքան մանկապարտեզներ ու դպրոցներ խայտարակ վիճակի մեջ, որ ես եմ գտել, ու ձեր Վահագն Ալեքսանյանը, որ ասում է այնքան շատ էլ կան, բայց ձեր գործի անունն ի՞նչ է տղեկ։ Խիեք եք այստեղ նստեք, խիեք այդ կոստյումները թակել լուրջ դեմքով եք այստեղ նստել։ Գնացեք այդ գործն արեք, ու չփորձվեք մյուս անգամ գնահատական հնչեցնել մեր կատարած աշխատանքին։ Երբ որ դուք կանեք, ձերը լավը կլինի, ձերը ցույց դրեք։ Շնորհակալություն։ Ֆրակցիաների անուններից այլ ելույթներ, պարոն Գալջյան։